Նրա աչքերը արեգակի նման ճառագայթներ էին արձակում: Նա կարծես հողեղեն չէր, այլ հրեղեն: Նա հենց իմանաս արեգակի ծնունդ լիներ արևի որդին, և հենց անունն էլ Արևամանուկ էր: 1988-ի երկրաշարժը ավերածությունների հետ մեկտեղ իր հետ բերեց և թողեց խեղված ճակատագրեր, կիսատ մնացած կյանքեր, իրականության մեջ ապրող, բայց իրականությունից անեացած մարդիկ: Սա իրողություն էր, որն իր տրոշմը թողեց բնակչության աշխարհայացքի, նիստուկացի ու ապագայի տեսլականի վրա: Այս համատեքստում էր, որ աղետի գոտում և առհասարակ Հայաստանում նկատելի դարձավ ֆորմալ առումով հոգեբանական ծառայությունների մատուցման հրամայականը: Կային տեսաբան հոգեբաններ, ովքեր լծվեցին այդ գործին Երևանից, Գյումրիից, որ օգնեն զրույցների միջոցով, խոսքի միջոցով կարողանան ազգաբնակչությանը օգնել, բայց դա շատ մասսայական չէր: Կարճ ասած, չկար հոգեբանական ծառայություն: Հետերկրաշարժյան Լենինականում ինստիտուցիոնալ առումով հոգեբանական ծառայությունների մատուցման առաջամարտիկը հանդիսացավ Ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, ծառայությունների մատուցման խմբի մեջ ընդգրկելով նաև տեղի հոգեբան տեսաբաններին և կամավորներին, ովքեր ստանալով անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, շարունակողներն էին լինելու սկսված գործունեության: Նրանց թվում էր մասնագիտությամբ մանկավարժ, արդեն իսկ հոգեբան Արմինե Գմյուրը, ում նախաձեռնությամբ հիմնվեց «Նարեկ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը, որը Հայաստանի Հանրապետության լուսավորության, այնուհետև կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործեց մինչև 2005 թվականը: Սակայն այս ընթացքում հոգեբանությունը, որպես գիտություն և հասարակական կյանքի բաղկացուցիչ մաս, այնքան էլ շահեկան դիրքերում չէր: Հոգեթերապիայի տարբեր ձևեր ու դպրոցներ չկային: Հոգեբանության ամբիոնները սկսեցին սնկի նման աճել երկրաշարժից հետո: Հոգեբանության նկատմամբ վերաբերմունքը և պրակտիկ գործունեության նկատմամբ հմտությունների զարգացումը ու տարբեր դիսցիպլինների ներմուծումը եղել է հետո: Մենք ունեցել ենք մանկավարժություն հոգեբանություն ինչ-որ մի սիմբիոզ և չենք ունեցել հոգեբանության առանձին ֆակուլտետներ, առանձին ամբիոններ: Հոգեբանությունը շատ տուժած վիճակում էր: Հոգեբանական ծառայությունների ոլորտում ժամանակի առկա մարտահրավերները, ծառացած խնդիրները պահանջում էին շուտափույթ և արդյունավետ լուծում հասարակական սոցիալական կարևորագույն մի շարք հարցերի չեզոքացման համար: Ահա թե ինչի 2000 թվականին կարիք կար և MSF-յան շրջանի, նախնական շրջանի ինստիտուցիոնալ ու մասնագիտական հմտությունները փոխանցելու ու շարունակելու և նախարարության ենթակայության տակ եղած ավելացված նոր ֆունկցիաները շարունակելու ու զարգացնելու ես ստեղծեցի Արևամանուկ հիմնադրամը: Բայց ես չեմ հեղինակը: Իմ շատ լավ բարեկամը և հայտնի մարդ Գյումրիում Լեոն Գմյուրը ասեց դու պետք է հիմնադրամ ստեղծես, դու պետք է լինես ոչ պետական կառույց, որովհետև չի հասկացվում, որովհետև իսկապես նախարարությունը չգիտեր ինչպես վարվել և ինչ անել: Շատ վատ վիճակում էր հոգեբանությունը Հայաստանում: Արևամանուկը իր կյանքի նորաճամփին նպատակադրեց ստեղծել մի մասնագիտական միջավայր, որտեղ այցելուն կզգա հարմարավետություն և որի միջոցով կկարողանա զարգանալ, լինել հասուն, լինել ինքնուրույն և կառուցողական, կտեսնի, որ մենակ չէ իր խնդիրների ու դժվարությունների հետ: Մենք անցել ենք բազմաթիվ տրավմաներով: Շիրակի մարզում շատ զոհվածներ կային, հիմա զոհվածների ընտանիքներ պատերազմի ժամանակ: Քաղաքական, սոցիալական վայրիվերումները, խնդիրները նույնպես շատ են այստեղ: Դիմելիությունը շատ է, շատ ափսոս, բայց լավ է, որ կանք և լավ է, որ հնարավորություն կա մեղմել մարդկանց տառապանքը, հատկապես տագնապները: Հոգեկան առողջություն և հոգեբանասոցիալական աջակցություն դա մի ամբողջ մեթոդոլոգիա է և մենք փորձում ենք դա յուրացնել կամ ինչ-որ չափով արդեն յուրացրել ենք: Այսինքն մարդուն առանձին, մենակ չդիտարկել, այդ սոցիալական հարաբերությունների մեջ դիտարկել և ունենալ բազմամասնագիտական կապեր ու բազմագործակալական կապեր ու հարաբերություններ, առանց որի անհնար է: Ինստիտուցիոնալ առումով իհարկե կարող ենք համարվել առաջի հոգեբանական կենտրոնը Հայաստանում, որովհետև իր տնտեսական, ադմինիստրատիվ, մասնագիտական բլոկներով և կազմակերպվածությամբ ինքը շատ լուրջ ինստիտուցիա էր, փոքրիկ, բայց լուրջ:
Արևամանուկի վերջին տարիների մեծագույն ձեռքբերումներից է սահուն սերնդափոխությունը, որի արդյունքում թիմը համալրվել է անդադար կրթվող եւ պարբերաբար մասնագիտական աճի ճանապարհով գնացող երիտասարդ մասնագետներով։ Կարող եմ ասել, որ հիմա հիմնակարն է գծվում, այսինքն նախկինում գծվել է բնականաբար 35 տարի գործունեություն, բայց նախորդ սերունդներից ստացվածը մենք ոչ միայն պահպանում ենք, այլ ուզում ենք նաև վերակառուցենք, ամբողջացնենք ու տանենք առաջ հաջորդ սերունդներին։ Մեր առջև ծառացած այս բոլոր մարտահրավերները մենք պատկերացնում ենք, որ մեր թիմով մենք ի վիճակի ենք դրանք լուծել։ Շատ ուրախ եմ, որ թիմը երիտասարդ է, այսինքն կա շարունակություն։ Սա ամենակարևոր ձեռքբերումն է, որային 5-6 մասնագետները, որ արևամանուկում աշխատում են, իրենք շատ երիտասարդ են եւ բավականին վստահ են իրենց քայլերն անում։ Հոգեբաններ, ովքեր բոլորը անցնում են իրենց անձնական հոգեթերապիան, բոլորը անցնում են սուպերվիզիաներ եւ բազմաթիվ սեմինարներ արտերկրի մասնագետների հետ։ Եվ փոխանցված է արդեն աշխատանքի իրենց, այսինքն արևամանուկն ապագա ունի։ Արևամանուկը աշխատավայր չէ, դա միջավայր է, որտեղ դու ամեն օր փորձում ես նոր գիտելիքներ ձեռք բերել, աճել, փոխվել, ինչու ոչ։ Արևամանուկը դա պարզապես աշխատավայր չէ, դա ընտանիք է։ Ես ու Արևամանուկի թիմը ամբողջ հոգով ընկղմած ենք աշխատանքի մեջ ու մեծ բավականություն կստանանք դրանից։ Արևամանուկի թիմի մաս կազմել եմ 2021 թվականից կամավորության սկզբունքով, հետո արդեն հիմնական աշխատող մինչև այսօր։ Միանշանակ շատ ուրախ եմ լինել Արևամանուկի թիմում, մեծ պատիվ է լինել արևամանուկցի, լինել այս կազմում, այս կոլեկտիվում։ Արևամանուկն այժմ առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, անհատական խորհրդատվությունից եւ խմբային թերապիայից մինչեւ տրավմաներից վերականգնման ծրագրեր եւ կրթական նախաձեռնություններ, որոնք իրականացվում են ոլորտի լավագույն եւ երիտասարդ մասնագետների կողմից, ովքեր հպարտությամբ կրում են արևամանուկի գաղափարախոսությունը եւ տիրապետում են տարիների կուտակած փորձին ու ժառանգությանը։ Ինձ համար սոցիալական աշխատանքը լոկ մասնագիտություն չէ, այն արդեն իմ կենսակերպն է, եւ ես հենց այն տեսլականով եմ առաջ գնում, որ պետք է օգնեմ մարդկանց դուրս գալու դժվարին իրավիճակից։ Այդ առումով իմ եւ Արևամանուկ հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամի հայացքները նույնն են։ Պրոֆեսիոնալ թիմ է ձևավորվել եւ ես կցանկանայի մնալ թիմում երկար տարիներ ու իմ ավանդը ունենալ Արևամանուկի զարգացման գործում։ Լսելով Արևամանուկի անունը իր ծավալած գործունեությունը միշտ պատկերացրել եմ ես ինձ այստեղ։ Ու երբ որ հնարավորությունն ընձեռվեց, սկզբի հատվածում իմ համար ոնց որ շոկային լիներ ավելի շատ։ Չէի պատկերացնում, որ այստեղ պիտի աշխատեմ, որ երկար սպասված երազանքը կիրականանա ու դրանից հետո երևի մի ամիսը ինձ համար այսպես ամշոկային էր, համ ես շատ ուրախ էի, որ այստեղ անցել եմ աշխատանքի։ Արևամանուկը այն հիմնադրամն է, որտեղ երեխաների դեմքին շփիթները լինում են, ընտանիքներում փոփոխություններ լինում են, եւ դա կարեւոր է եւ կախված է նաեւ մեր թիմից, մեր թիմի գործառույթներից, մեր համախմբվածությունից։ Արևամանուկը իմ սրտում ու հոգում յուրահատուկ տեղ ունի, աշխատելով 5 տարի, այստեղ ձեռք են բերել ընկերներ, հարազատներ, ովքեր յուրաքանչյուր պահի կարող են աջակցել ու օգնել ինձ։ Հենվելով տարիների փորձառնության եւ թիմում ընդգրկվածների մարդկային ու մասնագիտական որակների վրա, այժմ հիմնադրամն ունի ապագային միտված հավակնոտ ծրագրեր, որին զուգահեռ կշարունակվեն նաեւ մինչ այս կատարվող ծրագրերը, որոնք ենթադրում են միջազգային գիտաժողովների եւ սեմինարների անցկացում, հոգեկան առողջության ոլորտում հետազոտությունների ծավալի աճ, երեխայի պաշտպանությանն ու ընտանիքի հզորացմանն ուղղված միջոցառումներ։ Ճիշտ է, մենք հոգեբանասոցիալական աջակցության կենտրոնն ենք ու մեզ համար կարևորն է որակյալ ծառայություն մատուցելը հոգեբանական, բայց մենք առաջիկայում մեր պլաններում, մեր գլխում կարող եմ ասել, շատ մեծ պլան կա, դա ստեղծել, հիմնել երեխայի եւ դեռահասի հոգեվերլուծական հոգեթերապիայի դպրոցն է, որը հնարավորություն կտա մասնագետներին ուսուցանվել եւ այդ ամբողջը կիրառել իրենց պրակտիկայում։ Իսկ դրա համար բնականաբար կարիք կա ունենալ մեծ ընդլայնված ավելի հոգեբանական թիմ։ Նաև կարևորում ենք միջազգային գիտաժողովների ու սեմինարների անցկացումը,
որը 2019 թվականից ի վեր մեր գործընկերների հետ իրականացնում ենք, հիմնական նպատակը մասնագետների կատարելագործումն է։ Արևամանուկի գործունեության ողջ ընթացքում ուղենիշը եղել է մարդը, մարդուն ծառայելը։ Այս գաղափարին ծառայելու եւ սոցիալ-հասարակական մթնոլորտի բարելավմանն են միտված եղել այն ծրագրերը, որոնք իրականացվել եւ իրականացվում են մի շարք գործընկերների հետ հովանավոր կառույցների միջոցով։ Դրամաշնորհային ծրագրերը ոչ միայն տնտեսական հարց են լուծում, այլ նաև մեր քաղաքապարական հարցը, որտեղ մեր փիլիսոփայությունը, արևամանուկի փիլիսոփայությունը մի քանի կարևոր դրվագներ ունի։ Մենք միշտ չէ որ կարողանում ենք բուժել, բայց միշտ կարող ենք օգնել։ Դրանցից մեկն է։ Մյուսը փորձել հասկանալ ու նվազեցնել բռնությունը։ Պատկերացրեք, պետք է փորձել սկզբից հասկանալ ու հետո նվազեցնել։ Հասկանալ նշանակում է գնահատել, որ դա միայն վնաս է պատճառում։ Մեր փիլիսոփայության մյուս հաջորդ կարևոր միտքը այն է, որ մենք չենք ուզում, որպեսզի մարդիկ իրենց եւ մյուսներին վնաս պատճառեն եւ հասարակությունում վնասի շեմը բարձր լինի եւ մարդիկ վնասված լինեն։ Այսինքն դրամաշնորհային ծրագրերը մեր գաղափարական բացն են լրացնում, իսկ մենք այնտեղ շատ մտածելու բաներ ունենք հասարակության հետ ապրելու համար։ Արևամանուկը 25 տարեկան է։ Այս 25 տարիները հիմնադրամի համար եղան ձեռքբերումների եւ ապագայի հիմքը գծելու տարիներ։ Մրցակցության մեջ դու մտածում ես նոր բան անելու, որակը բարձրացնելու, քո ծառայությունը ել ավելի պատշաճ եւ որակյալ մատուցելու մասին։ Եվ բնականաբար այսօր Հայաստանում կարծում եմ, որ Արևամանուկը ունի բավականաչափ հաստատուն եւ կայուն դիրք, ինչը այս տարիների մեծ ջանքերի շնորհիվ են, եւ հիմա փորձում ենք ամեն բան անել, որ հետագա տարիներին, ինչպես այսօր ենք ասում, կարողանանք հանգիստ ասել, որ այո, Արևամանուկը կա, ունի իր դիրքը Հայաստանում եւ մենք պատրաստ ենք բոլորին աջակցել։ Կարծում եմ 35 տարի անխափան գործունեություն, որից 25 Արևամանուկ ավամբ, կարծում եմ, որ այս քայլերն արժեցել են ամեն մի շփիտ, արդյունք եւ հանդիպում։ Արևամանուկը ավարտում է իր դեռահասությունը։ Ինքը ես կասեի նույնիսկ պատանեկությունը 25 տարեկան է։ Արևամանուկը շատ վստահ երիտասարդ է, որը ունի աջակցության կարիք, բայց ուզում է շատ վստահ քայլել։ Այժմ հիմնադրամը հաստատուն քայլերով գնում է դեպի լույսը, դեպի արևը, այն հավատամքով, որ մարդը մեծագույն արժեք է, իսկ մարդուն ծառայելը կարևորագույն կոչում։